Առաջինը քննարկման ընթացքում երբ որ ժողովրդական խնդիրներից էին խոսեցինք ընտանիքների երեխաների պակասի կարիճից նույնիսկ հնչեց կարծիք որ դա հետևանք է նրա աղջիկների քանակներ քիչ ես կուզենայի մտածել Նարեկ որ այն հանգամանք որ այստեղ մի համարտիկ են դրանով չի պայմանավորված իհարկե կեսկատակ կեսլուր բայց իմ առաջարկը կլինի որ հաջորդ ժամանակ անպայման այդ հարցին ուշադրություն դարձնեք ես եւ պարոն Կարայանը կարծում եմ կամավորության նյութերով հետևը կզիջենք ոչ պակաս ավելի հեղինակավոր եւ բանիմաց կին տնտեսագետների եւ դա վերաբերում է նաեւ մնացած հարցերին իհարկե կարող է գտնել որպես կատակ բայց ինչպես ասում են ամեն կատակի մեջ կա կատակի հատիկ երկրորդ հարցը որի շուրջ կցանկանայի նույնպես որպես ուղղություն նշել դա այն է որ համոզված եմ իհարկե որ դրան ուշադրություն դարձել է քննարկումներում դա միջազգային փորձությունն է եւ մասնավորապես երբ որ խոսում ենք օրինակ փոքր բիզնեսի հարաբերական մասին տեսեք կարճ քննարկման ընթացքում արդեն իսկ որոշակի ռիսկեր դրա հետ կապված վերհանվեցին հնարավոր չի լինելու ընդհանրապես որևէ բիզնես նույնիսկ հարկերից ազատելու պարագայում ամբողջությամբ ազատել վարչությունից, որովհետև այն շեմը, որ մենք պետք է որոշենք, որ այդ շեմից դեպք է ինքը ազատված է լինելու հարկերից, այդ շեմի հետևելը պահանջում է վարչարարություն։ Հետևաբար, եթե այդ վարչարարությունը պետք է լինի, հիմնական խնդիրը այդտեղ է դրա համար փորձենք նաև միջազգային փորձը վերլուծելով հասկանալ դրա դրական եւ բացական կողմերը ես միանամ պարոն Բագրատյանի գուցե այդտեղ այլ լուծումները ավելի հետաքրքիր լինեն եւ շարունակելով ձեր միտքը Նարեկ ջան դա ներդրումներին է վերաբերում դուք նշեցիք որ անցած տարի 2025 թվականին բավականին ցածր եղել ներդրումները խոսքը իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է հավանաբար չմոռանանք որ դրանից առաջ դրան եղել են բացասական մեծություն 2024 թվականին դրանից առաջ վերջին մի քանի տարիների ընթացքում եւս 2 տարի մեկ ունեցել է օտարերկրյա զուտ ներդրումների իրական հատվածում օտարերկրյա զուտ ներդրումների բացասական մեծություն 19 եւ 20 թվականներին իսկ մեզ բոլորիս տնտեսագետներին հայտնի է որ երկիրը չի կարող առաջանցիկ տեմպերով զարգացում ունենալ եթե մենք չկարողանանք դուրս գալ այդ կախարդական ցիկլից եւ չկարողանանք ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումների հզոր հոսքեր դեպի Հայաստանի Հանրապետություն այդ լուծումները մենք պետք է աշխատենք այդ լուծումների վրա եւ ցավոք մենք որպես հասարակություն մենք վերջին տարիներին ապացուցեցինք որ ինստիտուցիոնալ լուծումներ չկան այդ առումով մեր երկրում այսինքն մենք կարող ենք մտածել որ մեր օրենսդրությունը լավն է մեր համանդրությունը լավն է բայց երբ որ գալիս ենք արդեն կիրառական պրակտիկայում մենք ներդրումներին ցույց ենք տալիս որ այդտեղ ոչ մի կանոն չի գործում եւ հետեւաբար այստեղ մեզ հարկավոր են լինելու իսկապես շատ լուրջ ինստիտուցիոնալ լուծումներ որպեսզի օտարերկրյա ներդրողը վստահ լինի որ ինքը գալիս է մի երկիր որտեղ իր իրավունքները պաշտպանված են լինելու որում այդ պաշտպանողը ոչ թե լինելու է անհատը անձը այլ տրված հստակ ուր իրավական կարգավորումները այստեղ ես խնդիր եմ տեսնում լուծումը ինձ համար տեսանելի չի անկեղծ ասած բայց վստահ կարող եմ ասել որ եթե մենք այս հարցում յուրօրինակ ինչ եմ ասում յուրօրինակ որովհետև չեմ կարծում որ աշխարհին հայտնի են շատ նման նախադեպեր երբ որ երկիրը հայտնվել է նման իրավիճակում եթե մենք չկարողանանք բավականին հստակ յուրօրինակ լուծումներ գտնել այս հարցում որ մենք կարողանանք չնայած ստեղծված բավականին ծանր իրավիճակին ներդրումների պաշտպանության, սեփականության իրավունքի պաշտպանության, օրենքի գերակայության իրավունքի բացակայության ծանր իրավիճակի պայմաններին մենք ինչպես կարողանանք ներդրողին համոզել, որ ինքը պաշտպանված է լինելու Հայաստանի Հանրապետությունը եւ կարող է ցանկացած աշխարհի այլ երկրի փոխարեն վստահաբար ընտրել Հայաստանի Հանրապետությունը եւ վստահ լինել, որ անկախ իշխանությունից ով ուզում է լինի վաղվա իշխանությունը 5 տարի հետո 10 տարի հետո ինքը պաշտպանված է լինելու, եթե մենք դա չկարողացանք անել ցանկացած ծրագիր որքան էլ որ մենք կուզենանք որ դա խոստում չմնա, արդյունքը շատ սահմանափակ է լինելու։ Այս հարցը որ կուզենայի որ մենք հետագա քննարկումների ընթացքում մեծ ուշադրություն դարձնենք։ Ամենաինստիտուցիոնալ հարցը ձեր ասածն է, որպեսզի մեր երկրում ներդրողների իրավունքը պաշտպանված լինեն, իսկ պատմակարորեն վերջին 1-2 տարվա ընթացքում այնպիսի դեպքեր են տեղի ունեցել, որ շատ դժվար է լինելու վերականգնել անգամ իշխանության փոփոխությունից հետո էլ դժվար է լինելու, որտեղ բոլորը նայում են ասել են այս սա այն երկիրն է, որտեղ այսպիսի բաներ են եղել, որտեղ հիմնական ամենամեծ ներդրողին
կալանավորել են, որտեղ գործարաններից քաղաքական հայացքների համար բիզնես են վերցնում։ Կողքի երկիրը կնայում, այս երկիրն է, որ ոչ մի բան տեղի չի ունենում, հարկերը ավելի լավ են, չկա վարչարություն, որ երկիր մեր դրում կանեն։ Իհարկե երկրում, որտեղ պաշտպանված է լինելու։ Շատ դժվար է լինելու վերականգնել այն վստահության կորուստը, որը մենք ստացանք երկրի այսօրվա վարչապետի քայլերի հաջորդականության արդյունքում։ Այո, պարոն Բագրատյանն ասում է, եւ մինչև նրան էլ, սակայն շատ կարևոր է նաեւ ձևավորել ներքին պոտենցիալ, ուղղակի ներդրումները դա հիմնականում դրա հետ աշխատանքը կլինի դեբյուրոկրատիզացիայի արդյունքում երկրի հեշտացման, պրոցեսների հեշտացման արդյունքում եւ նաեւ մեր թիմի ղեկավարի աշխատանքի արդյունքում իր աշխատանքային համբավի արդյունքում մենք տեսնում ենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումներ շատ կլինեն։ Դա ցավոտ է, քանի որ ինստիտուցիոնալ ներդրող Հայաստանում չի գա, եթե չլինի վստահ երաշխավոր, բայց մենք ունենք այն, ինչ ունենք եւ պետք է այս պարագայում ուղղակի մեր երկիրը զարգացնենք այդ ուղղությամբ, մինչեւ տասնամյակներ անցնի եւ տեսնենք, որ երկրում բիզնես չեն խրում։